Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իրավապահ մարմիններն ուսումնասիրելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուհի Գևորգյանի գործը արդեն հասնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։ Ավելի վաղ ժողովուրդը գրել էր, որ իրավապահներն այցելել են նախարարություն և պահանջել մի շարք փաստաթղթեր։ Ժողովուրդ օրաթերթին այժմ հայտնի է դարձել նոր մանրամասներ։ Պարզվում է, խոսքը վերաբերում է մի պայմանագրի, որը ստորագրել է հենց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր ընկերուհի ՀՊՄՀ ռեկտոր Սրփուհի Գևորգյանի առաջարկով։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի, որոնք ժողովուրդ օրաթերթի ձեռքում են հայտնվել, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհուրդը 2025 թվականի մարտի 31-ին ընդունել է թիվ 39 որոշումը, որով ռեկտորի գրավոր առաջարկությամբ հավանություն է տրվել բուհի համար կողմնակի եկամուտ ստանալու նպատակով 50 միլիոն ՀՀ դրամի չափով ավանդի ներդրմանը ամերիկյան բանկում 1 տարի ժամկետով։ Կողմնակի եկամուտ ձևակերպումը տարակուսանք է առաջացրել իրավապահների մոտ, քանի որ բանկային ավանդների տոկոսները հիմնադրամի օրինական եկամուտի աղբյուրն են, ուստի չեն կարող համարվել կողմնակի եկամուտ։ Բայց աղմկահարույցն այն է, որ օրինականության մասին ելույթներ ունեցող Ժաննա Անդրեասյանը, որը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անձամբ է ստորագրել այս որոշումը։ Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն արդեն ձերբակալել է ռեկտոր Սրփուհի Գևորգյանին և պրոռեկտորին։ Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու համար։ Սակայն մինչ այս պահը հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնել, թե բուհի համար 50 միլիոն դրամի ավանդ ներդնելու վերաբերյալ մարտ ամսին կայացած որոշումը արդյոք կապված է ռեկտորին առաջադրված մեղադրանքի հետ, թե ոչ։ Այս իրավիճակի ֆոնին ուշագրավ է այն, նույն ՔՊ իշխանությունը Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանին կալանավորեց այն դեպքում, երբ որևէ փաստաթղթի տակ նա չէր ստորագրել, իսկ ահա նախարարի ստորագրությունը առայժմ որևէ իրավական հետևանք չի առաջացրել։ Եվ անհասկանալի է մնում հարցը երկու ընկերուհիներով, ռեկտորը և նախարարը իրականում ինչու են բուհի միջոցները բանկ դրել ու եկամուտ գեներացրել։